զրուցակիցս կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի նախագահ Արմինե Մարգարյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Մարգարյան, top թեմաներից մեկը Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումներն են։ Փորձենք հասկանալ տնտեսական սահմանափակումների քաղաքական նպատակները։ Իշխանության վրա ճնշում, արտաքին քաղաքականության կուրսի փոփոխություն, թե հանրային դժգոհ սեգմենտի մոբիլիզացիան ներքաղաքական օրակարգեր գեներացնելու համար, որն է նպատակը։ Նախ ես կուզենայի ընդգծել, որ կարծում եմ դրանք ոչ թե սահմանափակումներ են, այլ դրանք պատժամիջոցներ են։ Սա առաջինը, երկրորդը, բոլոր 3 հնարավոր պատճառները, որ դուք նշեցիք, դրանք բոլորը այդ ուրեմն որպես գործիքակազմ օգտագործում են Ռուսաստանի համար։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության ուրեմն գործիքների թվում, եթե իրենք ուզում են իրենց արտաքին քաղաքականության սպասարկման նպատակով որոշակի ճնշումներ օգտագործեն այլ երկրների նկատմամբ, տնտեսական սահմանափակումները, ճնշումները, մասնավորապես էներգետիկ սահմանափակումները, ճնշումները առաջնային տեղ են զբաղեցնում։ Նման դեպքեր եղել են նաև ԱՊՀ տարածաշրջանում երկար ժամանակ, այդ թվում նաև Բելարուսի նկատմամբ, երբ տարիներ առաջ պատմության մեջ դա ուրեմն մտա որպես կաթնային պատերազմ անվանումը, երբ կաթնամթերքի նկատմամբ Ռուսաստանը պատժամիջոցներ սահմանեց Բելարուսի նկատմամբ։ Այսինքն ցանկացած պարագայում, երբ Ռուսաստանը հասկանում է, որ որևէ պետություն փորձում է իրականացնել մի քաղաքականություն, որը չի բխում իր շահերից, ինչպես ինքն է ընկալում, ապա տնտեսական եւ էներգետիկ սահմանափակումները առաջին տեղում են։ Ուրեմն ընդ որում այստեղ ես ինչու եմ կարծում, որ սա մենք կարող ենք օգտագործել որպես ընկալել որպես նաև հիբրիդային գործիքակազմի ներքո, որովհետև հիբրիդի մշտապես ընդգծում եմ հիբրիդի առանցքային ուրեմն բնութագրերից մեկը այն է, որ հիբրիդային գործիքակազմում տարբեր գործիքներ կիրարկվում են միաժամանակյա։ Հետևաբար այն սուբյեկտը, այն պետությունը, այն օբյեկտը, որի դեմ դա կիրարկվում է, ստիպված է լինում պայքարել դրանց հիբրիդային մեթոդաբանությամբ, դա էլ հենց դժվարացնում է պայքարի, դժվար է դարձնում պայքարի արդյունավետությունը։ Հիմա այս պարագայում մենք տեսնում ենք, որ այստեղ փորձում են գեներացվել ներքին դժգոհություններ, որտեղ օբյեկտիվորեն, որքան էլ որ մենք ասենք, որ Եվրոպական միությունը բացում է իր շուկան մեր առաջ եւ այլն, մենք շատ լավ հասկանում ենք, որ դա ժամանակատար եւ ռեսուրսատար գործընթաց է, բնականաբար ներքին արտադրողը, այդ թվում նաեւ քաղաքացին, զուտ սպառողը ունենալու է կրելու է որոշակի դժվարություններ։ Հետևաբար սա կարող է ներքին դժգոհություններ առաջացնել։ Երկրորդ, սա կարող է օգտագործվել ներսի ռուսական պրոքսի ուժերի կողմից որոշակի քաղաքական դիվիդենտներ շահելու եւ այն բնակչության այն հատվածին, որը դժգոհում է, կարող է դժգոհել այս սահմանափակումներից եւ այն զրկանքներից, որ ինքը պոտենցիալ պետք է կրի կամ կարող է կրել, կարող է նաեւ այդ շրջանակներին ուրեմն տրամադրել իր կողմը եւ տրամադրել գործող իշխանություններին դեմ։ Բնականաբար այստեղ նաև մեծագույն նպատակ է այս ամենը հետապնդում Հայաստանին ստիպելու, որպեսզի Հայաստանը հրաժարվի իր դիվերսիֆիկացման եւ դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությունից։ Ես ինչու այստեղ չեմ ասում եվրոպական ուղղությունից, որտեղ եվրոպական ուղղությունը այդ քաղաքականության մասնաբաժինն է եւ սա մեր պաշտոնական արտաքին քաղաքականության կուրսն է եւ այստեղ նոր հեծանիվ կարծես չենք հորինում, որ եվրոպական ուղղությունը մեր արտաքին քաղաքականության ուղղություններից մեկն է եւ որը վերաբերում է դիվերսիֆիկացման եւ դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությանը։ Այլ հարց է, որ ունենալով համապատասխան օրենք, որը ընդունվել է պարլամենտի կողմից, հայկական կողմը չի բացառում, այսինքն այդ օրենքը գեներացվել է քաղաքասարակության կողմից ստորագրությունների միջոցով, այսինքն այդ օրենքը բխել է ժողովրդի կամքից, ի սկզբանե բխել է ժողովրդի կամքից եւ Հայաստանի Հանրապետությունը չի բացառում, որ ինչ-որ պահի այդ օրենքը կարող է կապիտալիզացվել Եվրոպական միության անդամակցելու տեսքով, բայց դրան հասնելու համար բնականաբար դեռ ժամանակ է պետք, որը բնականաբար վաղը չէ։ Գուցե այս հարցը երկրորդային է, բայց ուղղակի ավելի պարզ լինելու համար ոչ թե սահմանափակումներ, այլ պատժամիջոցներ ասացիք։ Պատժամիջոցը քաղաքական գործիք է։ Օրինակ, Եվրոպական միությունը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ, տարատեսակ ապրանքների, հա, կամ էներգառեսուրսների, չի ասում, չգիտեմ, ձեր գազի մեջ, չգիտեմ, ինչ օդ կա, դրա համար չենք ուզում ձեր գազը, ասում է ոչ, սա քաղաքական պատժամիջոց է, որովհետև դուք ագրեսոր եք, հա։ Ռուսական կողմը փաստաթղթով ասում է, սա սանիտարական խնդիր է, հա, ու չկա դրա քաղաքական բացատրությունը։
Հետևաբար սա ասում են սահմանափակում է ոչ թե պատժամիջոց, թե սա ըստ փաստաթղթի սանիտարական հարց է։ Շատ լավ, բայց նաև հայկական կողմն ասում է, որ երբ որոշակի ուրեմն ստուգումներ են անցկացվել, ռուսական կողմից փաստարկված ուրեմն արգումենտներ չեն բերել առայն, որ տվյալ օրինակ կատնամտերքը չի բավարարում ԵԱՏՄ պահանջներին։ Այսինքն այստեղ մենք հասկանում ենք, որ մենք գործ ունենք քաղաքական այդ նպատակներով, շարժառիթներով պատժամիջոցների կիրարկման հետ։ Բացի այդ, այստեղ նաև այլ խնդիր է առաջանում։ Ինչու այդ մասին չեն խոսում ԵԱՏՄ այլ պետությունները, որովհետև եթե սա վերաբերում է ԵԱՏՄ-ին, ԵԱՏՄ շուկային, ապա առնվազն դրա վերաբերյալ պետք է լինի նաև ԵԱՏՄ այլ անդամպետությունների դիրքորոշումը, այդ թվում նաև հրապարակային դիրքորոշումը, նույնիսկ եթե տվյալ ապրանքատեսակը, տվյալ ուրեմն գյուղմթերքը չի արտադրվում, չի գնում ԵԱՏՄ այլ անդամպետություն, նույնիսկ եթե գնում է միայն Ռուսաստան, եթե սա վերաբերում է կառույցին, այլ ոչ վերաբերում է միայն Հայաստան-Ռուսաստանին, եթե վերաբերում է կառույցին, ապա դրա վերաբերյալ պետք է լինի այլ ԵԱՏՄ անդամպետությունների դիրքորոշումը եւ մտահոգությունը, հա, եւ նաեւ գիտեք դիրքավորումը, բայց մենք ԵԱՏՄ անդամպետություններից ունենք ընդամենը մեկ համատեղ հայտարարություն, որը Հանրաքվեի մասին է։ Հանրաքվեի մասին էր եւ դեռ այն ժամանակ པարզ էր, ես վերաբերյալն ես նաեւ գրառում արեցի դեռ այն ժամանակ, դա པարզ էր, որ Ռուսաստանը օգտագործեց այդ համատեղ հայտարարությունը հետագայում նաեւ լեգիտիմացնելու այն գործողությունները, որոնք հիմա իրականացում է Հայաստանի նկատմամբ մասնավորապես պատժամիջոցների տեսքով։ Այսինքն ներկայացնելով, փաթեթավորելով խնդիրը որպես ԵԱՏՄ-ի կարգավորումներին հակոտնյա ուրեմն խնդիրներ, որը բայց այստեղ նաև հետաքրքիրն այն է, որ զուգահեռաբար այնքան բաց է ամեն ինչ արվում, որ նաև ներկայացնում է, որ դուք ձեր քաղաքական կողմնորոշման առումով պետք է հստակեցում ունենաք, եւ պետք է ռեֆերենդում ունենաք, հա, որովհետեւ նորից, եթե դու ունես խնդիր ապրանքի որակի հետ կապված, դու կարող ես քննարկել ապրանքի որակի հետ կապված խնդիրները։ Էլի եմ ասում, ոչ միայն Ռուսաստանի մակարդակով, այլև մյուս ԵԱՏՄ պետությունների մակարդակով, բայց եթե ի սկզբանե հայտարարությունը եւ ներկայիս նաեւ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից հետո տարածված հաղորդագրությունները, դրանց տարբերությունը հստակ ցույց է տալիս, որ հայկական կողմը խոսել է հենց հատկապես նրա մասին, որ այս սահմանափակումները հակոտնյա են ուրեմն ԵԱՏՄ կարգավորումներին եւ ռեֆերենդում առասարակ լինել չի կարող, որտեղ ռեֆերենդումը վերաբերում է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, այնտեղ կան այլ կարգավորումներ, ԵՄ-ի պարագայում ռեֆերենդումը վերջին փուլն է, որին պետությունը պետք է գնա, դրա մասին Հայաստանը եւ ԵՄ-ն չեն բանակցում, չեն քննարկում, Հայաստանի ներքին օրակարգն է սա, եւ ինչ որ պահի նաեւ կարող է դառնալ ԵՄ-ի ներքին օրակարգը, հա, եթե արդեն Հայաստանը դառնում է թեկնածու պետություն եւ այլն եւ այլն։ Այսինքն այստեղ էլ Հայաստանը շատ բաց, ռացիոնալ ինքը ցույց է տալիս, որ այս խնդիրները, որ դուք ասում եք, մի խնդիր է այստեղ է, երկրորդը այստեղ է, երրորդը այստեղ է, եւ ասում է, որ այս խնդիրը չի կարող դիտարկվել, որովհետեւ սա չի կարող դիտարկվել, որովհետեւ նույնը չի կարող ասել Ռուսաստանի մասին, որովհետեւ այնտեղ ասում է ոչ։ Եթե դու գնում եք ԵՄ-ին մերձեցման քաղաքականությամբ, ապա պետք է անմիջապես ռեֆերենդում անեք հնարավորինս սեղմ ժամկետներում եւ ուրեմն ռեֆերենդումի արդյունքները կանխորոշեն արդյոք դու գնում եք ԵՄ թե մնում եք ԵԱՏՄ-ում եւ ամենատարօրինակ իմ համար նույնիսկ տհաճը կարող է ասել այն էր, որ 3 լրագրողներից մեկը հարցադրում ուղեց Հանրապետության վարչապետին, ասելով, որ այդ պահանջը, ռուսական պահանջը կատարվելու է, թե ոչ։ Այսինքն մեզանում դեռևս կան ուրեմն լրագրողներ, դեռևս կան միգուցե քաղաքական գործիչներ, որոնք մտածում են, որ Հայաստանը որևէ գործողություն կարող է անել իր ներքին քաղաքականությանը վերաբերող, հա, իր ներքին եւ արտաքին քաղաքականությանը միտված, որը կարող է ուրեմն որոշվել պահանջների հիման վրա եւ կապ չունի թե ով է լինելու պահանջողը, լինելու է Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, թե ԵՄ-ն, դա ամենևին կապ չունի։ Այո, դա այդ հարցադրումը իմ ականջը եւս ծակեց եւ այդտեղ շատ խորքային հարցերի մասին կարելի է խոսել իհարկե, բայց Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ Փաշինյանը խոսեց այդ խնդիրների մասին, Ռուսաստան-Հայաստան պայմանագրերին է հակասում, ԵԱՏՄ կարգավորումներին է հակասում եւ այլն եւ ասաց, որ հանրաքվե կլինի այն դեպքում, երբ որ կլինի դրա առարկան, հիմա չկա դրա առարկան, ինչ հանրաքվե։ Կարևոր է, որ քաղաքական մակարդակում է քննարկվում այս սահմանափակումների հարցը, որովհետեւ դրանք պատժամիջոց են, ինչպես դուք նկատեցիք։ Իսկ ինչու են լռում ԵԱՏՄ մյուս անդամ երկրները։ Որովհետև ԵԱՏՄ մյուս անդամ պետությունները
նախ ասենք նրանից, որ ԵԱՏՄ-ն այդպես չի, որ այնտեղ ամեն ինչ իդիլիայի մեջ է, հա, ինչպես չի եղել նաև հապկում եւ ինչպես չի ներկայումս նաև հապկում, հա։ Այնտեղ նույնպես բոլոր օրինակ եթե մենք խոսում ենք Ղազախստանի մասին, մենք գիտենք Ղազախստանը ինչ խորքային փոխգործակցության մեխանիզմներ է հիմա գեներացնում, մասնավորապես հիմա ԵՄ-ի հետ։ Եվ թե մենք նայում ենք օրինակ Ղազախստանի նշանակությունը ԵՄ-ի համար եւ Հայաստանի նշանակությունը ԵՄ-ի համար, դրանք նույնը չեն, որտեղ այնտեղ լուրջ ուրեմն բնական ռեսուրսների օգտագործման, հավատեղ տեխնոլոգիաների օգտագործման մասին է այդ թվում նաև խոսում, հա։ Այսինքն պարզ է, չէ, որ այս իրավիճակը ինչ որ ստեղծվել է եւ ներկայացում է Ռուսաստանի կողմից որպես ԵԱՏՄ-ի կարգավորումներին հակոտնյա, պարզ է, որ սա նաեւ ուրեմն Ռուսաստանի այս գործիքակազմը չի բխում նաեւ Ղազախստանի շահերից, այսինքն բնականաբար ԵԱՏՄ-ի ներսում կան խնդիրներ եւ միշտ են եղել այդ խնդիրները, միշտ եղել են այդ խնդիրները, այդ թվում նաեւ գազային միասնական շուկա ձևավորելու վերաբերյալ դիսկուրսները, որոնք մշտապես խնդրահարույց են եղել, հա, որովհետև նորից գազային շուկայի վերաբերյալ, եթե խոսում ենք մենք տնտեսական, քաղաքական տնտեսական կառույցի մասին, որտեղ պետք է 4 ազատություններ աշխատեն, ապա կներեք գազը այդ 4 ազատությունների տրամաբանության ներքո նաև պետք է դիտարկվի, հա, այսինքն այստեղ հարցեր են, որ ԵԱՏՄ-ի ներսում բաց են, դժվարին լուծվելիք են, բոլորը քաղաքական դաշտում են, անխտիր բոլորը քաղաքական դաշտում են եւ յուրաքանչյուր ԵԱՏՄ պետություն հասկանում է, որ բան Ռուսաստանը ունենա լծակ իրենց վրա կիրարկելու այս պատժամիջոցները, այդ լծակը օգտագործվելու է։ Դե այստեղ հետևություններ կյանեն նաև այդ պետությունները։ Միանշանակ, եւ անում են։ Հայաստանի այս իրավիճակը կարող է հենց ԵԱՏՄ-ում ինչ-ինչ գործընթացների խթան հանդիսանալ։ Գիտեք, ես այնուամենայնիվ կարծում եմ, որ Հայաստանը չի նահանջի իր լեգիտիմ հարցադրումներից, հա, որովհետև մենք նման լեգիտիմ հարցադրումների հանդիպել ենք նաև հապկի ճգնաժամի ժամանակ, որովհետև այստեղ մենք ունենք երկու տարբերակ, կամ մենք առաջ ենք տանում մեր լեգիտիմ հարցադրումները եւ հարցը դիտարկում ենք ԵԱՏՄ-ի շրջանակներում եւ մենք լեգիտիմ իրավունք ունենք դա անելու, ինչու, որովհետեւ առաջին հայտարարությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում է տարածվել։ Այսինքն ես կարծում եմ, որ առաջիկա ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում այս հարցը Հայաստանը բերելու է քննարկման դաշտ եւ ես հավատացնում եմ ձեզ, երբ այս հարցը պաշտոնական մակարդակով ԵԱՏՄ-ի շրջանակներում բերվի քննարկման դաշտ, այնտեղ այնքան խնդիրներ են ծագելու, որ միասնական դիրքորոշում արտահայտել ուրեմն 4-5-1 չի հաջողելու, հա, այսինքն այն 4 անդամ պետությունները, որոնք համատեղ հայտարարություն էին տարածել եւ Հայաստանը, հանենք այդտեղից հանում ենք Հայաստանը, մնում են 4-ը, հա, այդտեղ հնարավոր չի լինելու գալ ընդհանուր համաձայնության։ Հետևաբար ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է առաջ տանի իր լեգիտիմ շահերը պաշտպանելու քաղաքականությունը, որովհետև անկախ նրանից Հայաստանը դա անելու է թե չի անելու, Ռուսաստանը միևնույն է շարունակելու է իր պատժամիջոցները կիրարկել Հայաստանի նկատմամբ։ Ընդ որում, այստեղ երկու տարբերություն կա։ Տեսեք, Հայաստանը շարունակում է եւ Հայաստանը չի շարունակում։ Եթե Հայաստանը շարունակում է, Ռուսաստանը նույնպես շարունակում է, բայց զուգահեռաբար Հայաստանը օգտվում է այն բաց դռներից, որոնք հիմա իր առաջ կան, իսկ եթե Հայաստանը չի շարունակում, զուգահեռաբար Հայաստանը այդ չափով չի կարողանում օգտվել այդ բաց դռներից, հա, եւ ինչ է տեղի ունենում, Ռուսաստանը շարունակում է այդ թվում նաեւ քաղաքական ճնշումները Հայաստանի նկատմամբ, որովհետեւ բնականաբար մենք տեսնում ենք գդությունների ժամանակ ինչպիսի ուրեմն միջամտություններ տեղի ունեցան։ Այսինքն երկու պարագայում էլ, ես կարծում եմ, եթե մենք դնում ենք համատում ենք այն ինչ կորցնում ենք, ստանում ենք մի պարագայում, երկրորդ դեպքում մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ շարունակել է երկարաժամկետ ռազմավարական նպատակին միտված քայլ է, գործողություն է, որը անխուսափելիորեն պետք է արվի։ Շատ լավ։ Եվ այստեղ փոքրիկ հիշեցնում, որ Պուտինը չշնորհավորեց այդ պաշտոնը։ Այսա շատ շնորհակալություն, որ ընդգծեցիք։ Տեսեք, Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ կա այսպիսի մի յուրահատկություն, որ իրենց հին իմպերիա այսպես զգալով, իրենց համար շատ կարևոր է հրապարակային դաշտում հաղթելը։ Շատ կարևոր է դա, որ իրենք հաղթեն, հա, որ այսինքն այսպես
իրենք ցույց տան, որ այ մենք մնացինք մեր դիրքերում, դուք մեզ հետ կապվեցիք։ Շատ նորմալ է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ, ընդ որում սա հենց ընդգծվել է ռուսական հայտարարության մեջ, որ հեռախոսազրույցը տեղի ունեցել Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ։ Իսկ շատ նորմալ է, որ տեղի ունեցել։ Ինչու՞, որովհետև չշնորհավորելը Հանրապետության վարչապետին ընտրված, այսինքն ընտրված քաղաքական ուժի ներկայացուցիչին, հա, նշանակում է, որ Ռուսաստանը փորձում է հարցերը քննարկման, հնարավոր քննարկման դաշտից տանել փակուղի։ Չկա շնորհավորանք, չկա ճանաչում։ Բայց ինչ է անում Հայաստանը։ Հայաստանը շատ կոնտր, այսպես քայլ է իրականացնում եւ ասում շատ լավ, չես շնորհավորում, ես խնդիր այդտեղ չեմ տեսնում։ Ես լեգիտիմ ընտրվել եմ իմ ժողովրդի համար եւ ծառայել եմ իմ ժողովրդին։ Ես կարող եմ նաեւ այդ պրոտոկոլային, այսպես ասած, հարցը մի կողմ թողնել եւ ինքս քեզ զանգահարել, որտեղ մենք ունենք խնդիրներ։ Եվ հիմա այս բանը մենք պետք է հասկանանք ոնց ենք առաջ գնում, հա։ Հետեւաբար ես կարծում եմ, որ այստեղ էլ մենք շատ գրագետ քաղաքականություն ենք վարել եւ վստահաբար Ռուսաստանում այս քայլից շատ-շատեր ուղղակի ոչ միայն շոկի մեջ են, այլ նաեւ աննկարագրելի զայրույթի մեջ են, որովհետև սա մի բան էր, որ ամենաքիչ իրենք ուզեին, որ տեղի ունենար։ Դե վարչապետն Որտեղ սա նշանակում է, որ ձեր ֆորմալ շնորհավորանքը որևէ բան չի փոխում իմ համար։ Դուք կշնորհավորեք ինձ, թե չեք շնորհավորի։ Ես լեգիտիմ ընտրված եմ, բայց մենք ունենք խնդիրներ, եւ հիմա դուք շարունակում եք իմ նկատմամբ պատժամիջոցներ կիրարկել, եւ ես ձեզ զանգահարում եմ, ասում ո՞րն է խնդիրը։ Ինչու եք պատժամիջոցները կիրարկում։ Ո՞ր է խնդիրը, որտեղ դուք ուզում եք մենք մեր արտաքին քաղաքական կուրսը փոխենք, բայց չէ՞ որ ես ընտրվել եմ այդ թվում նաև ունենալով իր նախընտրական ծրագրում այն արտաքին քաղաքական կուրսը, որը ներկայումս իրականացում է։ Հետևաբար դուք միջամտում եք իմ ներքին գործերին։ Շատ լավ։ Դուք նշեցիք հիբրիդային սպառնալիքների կամ գրոհների տրամաբանության մեջ, որովհետև տեղեկատվական, քաղաքական, ինչ չէ նաև էներգետիկ ճնշումներով են զուգորդվում, այսինքն անընդհատ խոսել գազի գնի մասին եւ այլն, հա։ Շատ լավ։ Եթե Ռուսաստանին օրինակ այս ինչ որ բան է ուզում Ռուսաստանը Հայաստանի դիմաց, հա, դժվար է պատկերացնել Հայաստանը, որ հիմա այդպես իր արտաքին քաղաքականությունը կամ դիվերսիֆիկացիան, այսպես չեղյալ համարի եւ նորից ոտքով գլխով գնա ռուսական ուղեցիր, ապա օրինակ ինչի դիմաց կարող է իրավիճակը հանդարտվել եւ արդյոք դա կբավարարի օրինակ Ռուսաստանին։ Կա երկաթուղու հարց, հա, այդ հարցը շրջանցել, կա ատոմակայանի հարց, այսինքն սրանց նշանակությունը այնքան մեծ է նաեւ Ռուսաստանի համար, որ անգամ այստեղ Հայաստանի կողմից զիջումը Ռուսաստանին կհանգստացնի։ Գիտեք, մեր կողմից մեր նախաձեռնությամբ զանգը, եթե չի կարողացել մեղմել իրավիճակը, ես դժվար եմ պատկերացնում, որ որևէ բան կկարողանա մեղմել իրավիճակը։ Այդ թվում նաև Ռուսաստանում շատ քաջ գիտակցում են, որ տեսեք, հիմա կոնցեսիոն կառավարման հարցը օրակարգային է։ Շատ լավ ռուսները հասկանում են, որ եթե Իրանից գազի մատակարարման ծավալների ավելացմանը զուգորդված դիտարկվի նաև տրանզիտի հնարավորությունը, այստեղ գազամուղի նաև սեփականության որոշակի հարցեր են ծագել։ Այսինքն Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանի ստրատեգիական ինքնավարության ճանապարհը անխուսափելիորեն բերում է նրան, որ Հայաստանը ստիպված է ազատվել այն կապանքներից, որոնք կապված են Ռուսաստանի հետ։ Սա բնական գործընթաց է։ Ոչ թե որովհետև ինչ-որ մեկը կառավարություն նստած ասում է, այ ես լավ կլինի, որ սա անենք, ոչ, այլ այն քաղաքական կուրսը, այն արտաքին քաղաքական կուրսը, այն ներքին քաղաքական կուրսը, որը որդեգրվել է, ինքը եթե մեկ բառով ներկայացնենք, նշանակում է ստրատեգիական ինքնավարության հաստատում։ Իսկ ստրատեգիական ինքնավարության հաստատման պարագայում այդ թվում նաև ստրատեգիական նշանակության օբյեկտները, ուրեմն կապուղիները եւ այլն պետք է դրանց պատկանելությունը վերանայվի, որտեղ դու չես կարող ստրատեգիական առումով լինել ինքնավար, եթե քո գազամուղը օրինակ ռուսներինն է։ Դու չես կարող ստրատեգիական առումով լինել ինքնավար, եթե դու ունես ռուսներ ունեն կոնցեսիոն կառավարման իրավունք եւ հիմա դու արդեն
այդ իրավունքի պատճառով ունես խնդիրներ Եվրոպական միության հետ եւ ունես խնդիրներ քո մեգա պրոյեկտի իրականացման առումով, հա, ռուսները սա շատ լավ են հասկանում։ Դրա համար միտումն է, որ հարցը տանում են այն ուղղությամբ, որ փակուղի ձևավորվի, բայց ինչու փակուղի, որտեղ փակուղի պարագայում բանակցելու, քննարկելու, դիրքորոշումները մոտարկելու հնարավորություն այլևս չի լինում։ Փակուղու ժամանակ կողմերից յուրաքանչյուրը կոշտ միջոցներ է կիրառում։ Իսկ ով կարող է այս պարագայում կոշտ միջոցներ կիրառել եւ շարունակել, բնականաբար Ռուսաստանը, Հայաստանի ցանկացած, իսկ Հայաստանի պարագայում ցանկացած այս դեպքում, երբ արդեն փակուղի է, քննարկման եզրեր չկան, Հայաստանի պարագայում ցանկացած քայլ, որը նախապես քննարկումների արդյունքում չի հանգելու ինչ որ փոխշահավետ լուծման, հա, որտեղ չկա այդ հնարավորությունը գնալ այդ քննարկման ուղղությամբ, փակուղի, այլ ցանկացած քայլ, օրինակ իրավական ճանապարհով լուծել կոնցեսիոն կառավարման հարցը կամ հետագայում նաև այլ հարցեր եւս ընկալվելու է Ռուսաստանի կողմից, այլ դուք ձեր կոշտ միջոցներն եք կիրարկում։ Եվ այստեղ շատ ավելի հեշտ է Հայաստանը մեղադրել անում, որ Հայաստանը ուկրաինացվում է։ Դուք տրամաբանորեն եկաք մեր զրույցի մյուս եւ փոխկապակցված թեմաներին, այո, դա Իրանի հետ էներգետիկ ոլորտում գործակցության ծավալների ընդլայնումն է, Խուդատյանն էր Թեհրանում, գազի նշեց, որ Երևանը համաձայն է Թեհրանի առաջարկին, որ առնվազն կարող են կրկնապատկել Հայաստան-իրանական գազի արտահանման ծավալները, նաև տարանցման հարցեր քննարկվեցին, Մեղրի էլեկտրակայանի հարց, երկրորդ կամուրջի հարց, դրանց Where Trip նախագիծ կա այդտեղ, հա, այս ամեն ինչ տեղի ունենում գրեթե մի այսպես ասենք սահմանային հատվածում։ Հիմա մենք դրան կգանք գազի մասով որքան կարող է լինել արդյունավետ, այդ ինչպես դուք նկատեցիք ստրատեգիական ինքնավարության հաստատումը, եթե օրինակ մենք ծավալները մեծացնենք Իրանից եւ ընդհանուր կարողանանք քննարկել տարանցման հարցեր, որոնք այդ տարանցման հարցերը ընդհանրաբար արդեն իրենց մեջ աշխարհակաղակական բաղադրիչ են, չէ՞, պարունակելու։ Այո, միանշանակ։ Ու դա լինի ռուսական կառավարմամբ, այսինքն այս գազամուղը պատկանում է Ռուսաստանին, հա, այսինքն մեծ հաշվով այդտեղ ինչ իրավիճակ է փոխվելու։ Եթե մենք գալիս ենք Թեհրանի հետ այդ համաձայնությանը եւ ունենում ենք միջազգային կոնսենսուս, բայց գազատարը շարունակում է լինել Ռուսաստանին, այսպես ասած։ Հա, բայց Ռուսաստանը այս դեպքում շատ լավ հասկանում է, որ եթե Միացյալ Նահանգներ Իրան պատերազմի ակտիվ ֆազայում Հայաստան եւ Իրանը բանակցություններ են վարում, դա նշանակում է, որ Միացյալ Նահանգների կողմից կա ըմբռնում, ընկալում եւ փոխշահավետության զգացում։ Իսկ դա նշանակում է, որ եթե այդ քաղաքական սա քաղաքական առաջին հերթին քայլ է, չէ՞, քաղաքական ինչ որ կոնֆիգուրացիա է։ Եթե այստեղ ամեն ինչ լավ է աշխատում, բնականաբար Ռուսաստան արդեն եթե խնդիր է ծագում սեփականության, հա, կառավարման, կներեք, այս դեպքում արդեն Ռուսաստանը խնդիր է ունենում ոչ միայն Հայաստանի հետ, այստեղ Ռուսաստանը արդեն խնդիր է ունենում նաև Իրանի հետ։ Էլ չեմ ասում ոչ ուղղակի դերակատարների հետ։ Սա արդեն լրիվ այլ բան է։ Ռուսաստանը սա շատ լավ է հասկանում։ Դրա համար եմ ասում, որ ինքը հնարավորինս հիմա փորձում է հարցը այնքան փակուղային տրամաբանության մեջ մտցնել, որ հետո օրինակ, եթե Հայաստանը եւ Իրանը գան համաձայնության, ամեն ինչ լավ լինի, որոշեն ընդհանուր մինչեւ տարանցման հնարավորությունների մասին կամ ծավալների մեծացման, որին ես հարցի վերաբերյալ բանակցի ոչ թե Հայաստանի հետ, այլ բանակցի Իրանի հետ, բանակցի Միացյալ Նահանգների հետ։ Դրա համար է Ռուսաստանը ամեն ինչ անում, որ հարցը մտցնի փակուղի, որպեսզի Հայաստանի հետ բանակցելու, քննարկելու եզրեր այլևս չլինեն։ Դրա համար ես ավելի քան վստահ եմ, Հայաստանը հիմա առավել քան երբևէ, այդ թվում նաև հրապարակային դաշտում պետք է լինի մաքսիմալ կոնստրուկտիվ, նույնիսկ ցուցադրական կոնստրուկտիվ Ռուսաստանի նկատմամբ, որտեղ սա այն ճանապարհն է, որ մի փոքր կարող է մեղմել հնարավոր ռիսկերը ապագայում։ Ոչ թե նրա համար, որ դրանից Ռուսաստանի դիրքորոշումը փոխելու է, ոչ, որովհետև տեսեք, այստեղ ամեն մեկ ունի իր մեթոդաբանությունը, բանակցությունների մեջ այդպես է, ամեն մեկ ունի իր մեթոդաբանությունը եւ ամեն մեկը իր մեթոդաբանության մեջ ունի ուժեղ կողմերը, գործիքները եւ հաղթում է այստեղ այն կողմը, ում հաջողում է ի սկզբանե մեկին բերել իր մեթոդաբանության դաշտ։ Հետևաբար մենք հնարավորինս ամեն ինչ պիտի անենք, որ Ռուսաստանը մեզ չկարողանա տանել իր մեթոդաբանական դաշտ։
Այսինքն Ռուսաստանը նպատակ ունի, որպեսզի հանրային մակարդակում Հայաստանի ռետորաբանությունը կոշտանա, այո, Եվ եթե այդպես լինի, մենք կհասկանանք, որ Հայաստանը արդեն ռուսական ծուղակում է։ Միանշանակ, նույնիսկ ես կարծում եմ, որ սա իհարկե ես չեմ, որ պետք է որոշեմ, մենք ունենք ազատ մամուլ, բնականաբար նույնիսկ կարծում եմ պետական շահերից ելնելով նաև մամուլի որոշ այդ թվում ներկայացուցիչներ, նաև հանրային դեմքեր պետք է հնարավորինս հիմա գիտեք չօգտագործեն բառամթերք, որը կարող է օգտագործել Ռուսաստանի կողմից մեր դեմ, բայց նորից եմ ասում, դա չի նշանակում, որ դրանք մեղմելու են ռուսական քաղաքականությունը։ Ես դրա մասին չեմ խոսում։ Պարզապես, գիտեք, նմանություն կա 21-22 թվականի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների։ Մենք որևէ բան չէինք անում, չէ՞։ Բայց Ադրբեջանն ասում էր, այ դուք, այսօր խնդիր եք ոնց որ ուզում ստեղծել, ես կմտնեմ այդ հատվածը կվերցնեմ, որտեղ դելիմիտացած, դեմարկացված չեն սահմանները։ Հիշում եք այդ մեթոդաբանությունն էր աշխատում։ Այստեղ էլ է նույնը։ Ռուսաստանը անկախ նրանից դու ինչ անես ինքը շարունակելու է իր քաղաքականությունը, բայց մենք որպեսզի չհայտնվենք իր մեթոդաբանության ծուղակում, մենք հնարավորինս պետք է զուսպ հարային դաշտում այդ թվում նաև բառամթերք օգտագործենք Ռուսաստանի նկատմամբ։ Սա խելամիտ քաղաքականության տրամաբանության ներքո, քաղաքականություն վարելու տրամաբանության ներքո պետք է դիտարկել, այլ ոչ պահանջներ կատարելու, վախվորացնելու, որտեղ կրկին ուզում եմ ընդգծել, խոսքը չի վերաբերում նրան, որ այդ ռետորաբանությունը բերելու է նրան, որ Ռուսաստանը փոխելու է իր քաղաքականությունը, ոչ, խոսքը բերելու է նրան, որ այդ ռետորաբանության պարագայում մենք չենք հայտնվելու ռուսական մեթոդաբանության տիրույթում։ Շատ լավ։ Թեհրան-Երևան էներգետիկ բանակցություններ, Երևան-Վաշինգտոն trip նախագիծ, հա։ Հանդիմությունը ասում է, որ Իրանի համար լեգիտիմ թիրախ է trip-ը, ինչպես տարածաշրջանային այլ ԱՄՆ ենթակառուցվածքներ, թե դա Հայաստան ԱՄՆ ենթակառուցվածք է եւ ոչ ռազմական նշանակության ենթակառուցվածք է։ Եվ հիմա այսպիսի համաձայնություններ։ Հիմա ըստ այդ տրամաբանության trip-ից ամերիկացիները խփելու են երկրորդ կամուրջին, խփելու են հնարավոր գազատարին, Իրանից էլ խփելու են trip-ին։ Էս է սպասվում մեզ։ Իհարկե ոչ, տեսեք, Իրանի համար trip-ի պարագայում թիվ 1 մտահոգությունը եղել է այն, որ trip-ի պարագայում Իրանը կարող է դուրս մնալ տնտեսական փոխգործակցությունից Հայաստանի հետ եւ Հայաստանի միջոցով։ Սա եղել է ամենալուրջ խնդիրը, որը պետք է եղել կառավարել, պետք է եղել հիմնավորել եւ ապացուցել, որ դա տեղի ունենալ չի կարող։ Եվ ներեցեք, այդ ապացույցը մենք հիմա տեսնում ենք։ Այն ամենը, ինչ մասնավորապես Իրանի պարագայում Հայաստանը ասել է, Հայաստանը արել է։ Եվ հիմա մենք տեսնում ենք դրա ապացույցը։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք լեգիտիմ թիրախ կարող է լինել trip-ը Իրանի համար հարվածելու, այնտեղ չկա ռազմական ներկայություն, չի լինելու ռազմական ներկայություն եւ դա պարզ է։ Եվ Իրանը շատ հեռատես քաղաքականություն վարելու դարերի փորձ ունի։ Իրանը շատ լավ է հասկանում, որ trip-ը առաջին հերթին իր համար կարող է դառնալ արևմուտքի հետ փոխգործակցության, տնտեսական որոշակի թելերով կապվելու, թեկուզ փոքր քայլերով, թելերով կապվելու հնարավորություն։ Մասնավորապես եւ մենք գործ ունենք ներկայիս վարչակարգի հետ Միացյալ Նահանգների, որտեղ բիզնեսը առաջին տեղում է։ Այս պատերազմը, որը տեղի ունենում, ինչ որ պահի ավարտվելու է, եւ այդ պատերազմը, երբ որ ավարտվի, այդ թվում նաեւ trip-ի իրականացումը, որոշակի Իրանի հետ փոխգործակցությունը կարող է լինել այդ հարցերից մեկը։ Իրանը սա շատ լավ է հասկանում։ Ի վերջո մենք միշտ ասել ենք, Հայաստանը պետք է հնարավորինս ժամանակ գործադրի, որպեսզի կարողանա միջնորդ հանդիսանալ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև, բայց միջնորդը ինչպես է հանդիսանում։ Միջնորդը այնպես չի հանդիսանում, որ գնում է Միացյալ Նահանգներին, ասում է, եկեք մեր տարածքում բանակցեք, կամ գնում է Իրանին, ասում է, խնդրում եմ, սա չանեք Միացյալ Նահանգների դեմ, հա, որովհետեւ ընդդիմությունից եւ պատերազմը սկսեց, ասացին, ինչու՞ չի Հայաստանի իշխանությունը զանգում Վաշինգտոն, ասի, ես ինչ եք անում։ Որովհետեւ սա շատ պարզնակ մոտեցում է միջնորդությունը, միջնորդի դեր ստանձնելը, առաջին հերթին գետնի վրա լծակներ ունենալու
ուրեմն հնարավորություն է, պայման է եւ լծակներ գեներացնելու հնարավորություն է։ Ես տեսնում եմ այստեղ իրապես հնարավորություն, որ եթե պատերազմը ընթանա այն ուղղությամբ, որ այն ամենանիվ կողմերը որոշեն, որ կանգեն առնում եւ գայս է որոշակի համաձայնության եւ դա վերջնական համաձայնություն չլինի, լինի միջանկյալ համաձայնություն, ես հավատացում եմ, որ հնարավոր կլինի թրիպը օգտագործել նաեւ իշահ այդ միջանկյալ պայմանավորվածության կիրարկման, որը հետագայում կարող է բերել նաեւ երկարաժամկետ հեռանկարում որոշ ավելի այսպես լուրջ երաշխիքների եւ իհարկե ծառայի նաեւ առաջին հերթին Հայաստանի Հանրապետության շահերին։ Խնդրեմ։ Զրուցակիցս կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի նախագահ Արմինե Մարգարյանն էր։